Պարոն Բաբայան, մենք ամենուր խոսում ենք տեսանյութի կեղծ լինելու մասին, բայց մեր կարծիքով ում էր պետք է տեսանյութը կեղծելը, ու սա պրոցեսը հենց եկեղեցու դեմ ուղղված, թե պրոցեսը Արշակ Սրբազանի դեմ ուղղված։ Կոնկրետ անձանց չգիտեմ, բայց գիտեմ տրամաբանում եմ, որ պետք էր սա այն անձանց, ովքեր դրա մասին ամենաշատն են խոսել, մինչև տեսագրությունների, այդ տեսագրությունների ստեղծումն ու հրապարակումը այդպիսի ակնարկներ էին անում, եւ հիմա էլ տարբեր հեռուստաընկերություններում հարցազրույցներ են տալիս, պնդելով, թե դա իրականություն է, թե այդ տեսագրությունները իրականություն է եւ խոսում են Բելգիայի կեղծ փորձականության մասին։ Ես այնքան կոնկրետ ասեցի այդ մարդկանց մասին, սրանից ավելի կոնկրետ պիտի անուններ է տա, կարծում եմ իմաստ չունի։ Այդպես է պետք է այդ բարենորոգման, այսպես ասած, օրակարգը առաջ մղելու եւ զարգացնելու։ Չեմ կարծում, սա չգիտեմ, գուցե եւ, բայց ես մի քիչ առաջ դրա նպատակներից որ խոսում էի, ասեցի, ցանկացած բան կարելի է ենթադրել մի քիչ այլ պայմանների դեպքում նույնիսկ խանդի տեսարաններ կարող էին նկարագրել։ Պարոն Բաբայան, կհիշեցնեք, իսկ այդ գործը Նոր գործ։ Այդ նոր դրա մասին ենք խոսում, էլի անձի անձնական եւ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելու հոդվածով։ Թիվը չեմ հիշում հոդվածի իրականացնել։ Իսկ հնարավոր է նոր ծառայից նախաձեռնել, օրինակ, որովհետեւ Արշակ Սրբազանի բարի համբավը ի վերջո այդպես արատավորվեց։ Դե մենք դրա մասին էինք խոսել, այսքան ժամանակ էլ դրա մասին, որ այդ ուղղությամբ պիտի իրականացնեն։ Ընդ որում պետք չի նոր հոդվածով, ներողություն, պետք չի նոր հոդվածով վարույթ սկսել, բան։ Հենց այդ գործի շրջանակներում, այդ վարույթի շրջանակներում այդ ուղղությամբ պետք է նաև իրականացվի ակտիվ քննություն։ Ինստիտուցիոն պատասխանել է, որ չեն կարող, որովհետև հաղորդումը եղել է անձնական կյանքի, այսինքն Դանիել Յովհաննիսյանը այս հոդվածով էր հաղորդում ներկայացրել, հետևաբար այս ուղղությամբ էլ գնում են, բայց ընթացքում չի կարող փոխվել։ Իսկ իհարկե կարող է, զարմանում եմ, եթե տես պատասխան են տվել, որովհետև Դանիել Յովհաննիսյանը օրինակ կարող է մի այլ դեպքով ենթադրենք գողության համար հաղորդում ներկայացնի, բայց բարձրի կողոպուտ ա եղել կամ ենթադրենք, չգիտեմ, յուրացում ա եղել, ուրեմն պետք է չհարուցել, չգիտեմ ինչ պատասխան են տվել, մասնագիտորեն անհասկանալի է։ Պարոն Բաբայան, իսկ դուք այս տեսանյութերի հանցագործության մասին հաղորդում եք ներկայացնում։ Վարույթը արդեն կա, մենք գտնում ենք, որ դրա շրջանակներում քննչական կոմիտեն պարտականություն ունի նաև քննելու այդ ուղղությունը։ Մենք չենք ասում այն ուղղությունը մի քննենք, թեև անիմաստ այդ ուղղություն քննելը, բայց չենք կարող ուղղորդել կամ իրենց փոխարեն որոշել։ Բայց մենք պարտադիր ենք համարում նաև այդ ուղղությամբ քննությունը իրականացնելը, որը ես տեսնում եմ, որ չի իրականացվում, որովհետև փոխարենը այդ ուղղությամբ քննություն իրականացնեն, իրենք այն հայտնի վերջի այդ հայտարարությունն են անում, որով ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ իրանք անգամ չեն էլ ուզում մտածեն, մասնավորապես պնդելով, որ արդեն հաստատված է, որ նույն անձն է։ Եվս մի հարցը կալանքի թեմային անդրադառնանք դեկտեմբերի 5-ից կալանավորված է արդեն 4-ից այս ամբողջ ընթացքում ինչ գործողություններ են, այն ինչ հրապարակային է արվել, որ հասկանալի լինի ինչի համար է Արշակ Սրբազանը այսօր ժամանակ ազատազրկված կարող է խոսել։ Ես հասկացա, կարող եմ ասել միայն Արշակ Սրբազանի մասնակցության գործերի մասին։ Եղել է մի հարցաքննություն թմրամիջոցի հետ կոնկրետ կապ չունեցող եւ կալանքի երկարացման նիստ, ուրիշ ոչինչ չի եղել։ Մեր մասով, հա, Արշակ Սրբազանի մասով։ Թե այլ անձանց հարցաքննել են, ինչ են արել, դա չգիտեմ։ Ու գիտեմ չեմ ասի, իրավունք չունեմ։ Բան այս տեսանյութի հրապարակումից հետո նաև մի հատ թեզ է շրջանառվում, որ այս տեսանյութերը իբրև կաթողիկոսն է, ամենայն նայած կաթողիկոսն է նկարել, կազմակերպել նկարել շրջանառել։ Հիմա այդ հարցին պատասխան գիտեմ ասել եք եկեղեցի են տեսանյութերը, Բաղ գիտես ինչ ես հարցնում։ Կաթողիկոսի եւ Արշակ Սրբազանի հարաբերությունները ինչպիսին են։ Ես կարծում եմ դա տեսանելի է բոլորին։ Դա բոլորն են տեսել, որ ամենաամուր պաշտպաններից մեկը թե եկեղեցու եւ թե վեհապարը եղել է Արշակ Սրբազանը։ Եղել եւ շարունակում է մնալ։ Այսինքն ինքը Արշակ Սրբազանը չունի կասկած, որ կարող է կաթողիկոսի նման բան անել։ Գիտեք, այդ անհետեթության մասին նույնիսկ չենք էլ քննարկել, որ ես հիմա ասեմ ունի թե չունի կասկած։ Իսկ հնարավոր է պատմել վերջո ով է տարածել։ Քննչականից մեր ակնկալիքը է դա, որ պարզեն։ Ով է կեղծել եւ տարածել։ Եթե չէ, ուզում եմ ասել, եթե ավարտեցինք, բայց նկատեցինք, որ այսօր չենք կարող։ Դուք ասացիք, որ ուղարկել եք մայրաթոր փորձակնության արդյունքները։ Իսկ այս ընթացքում պատրաստ
հաշտվել եք կամ գուցե ուղարկել եք նաև Հայաստանում գործող միջազգային կառույցներին, որոնք այսպես պնդում են, որ հետևում են պրոցեսների եկեղեցու շուրջ իրականացվող, համել որպես մարդու իրավունքների խախտման, դրսևորում եւ այլն։ Միջազգային կառույցներ, Եվրոպական միության գրասենյակ, ՄԱԿ, գիտեմ, դեսպանություններ, որոնք ժողովրդավարության մասին Հայաստանի ինչ-որ պարբերաբար հայտարարություններ են անում։ Անկեղծ ասած, այս առումով, տեսագրությունների առումով այս պահին դրա նպատակահարմարությունը չեմ կարողանում հասկանալ, բայց այս ամեն ինչը հրապարակային է, իրանք բնականաբար դա տեսնում են, արձանագրում են։ Չգիտեմ, չեն քննարկել նման բան եւ դրա նպատակահարմարությունը այս պահին հենց այն գործով, տեսագրությունների գործով չեմ կարողանում տեսնել։